Բարև ձեզ հարգելի բարեկամներ, Նյու Յորքի արձագանք հեռուստաընկերությունը սկսում է իր հերթական հաղորդումը։ Նշենք, որ մեր հաղորդումները կարող եք դիտել նաև YouTube-ով։ Նախքան սկսելը մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին։ Հավանեք, մեկնաբանեք, կիսվեք, եթե իհարկե ուզում եք, եւ միացրեք ծանոթությունների կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր ծրագրերը, քանզի դրանք պատրաստվում են ձեզ համար։ Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել է, որ Բրյուսելում գիտակցում են, եթե Երևանը հայտնվի Եվրասիական տնտեսական միությունից դուրս, Հայաստանը կարող է կանգնել խորը տնտեսական ճգնաժամի առաջ։ Ըստ Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տվյալների, եվրոպական կառույցներում ընդունում են Եվրամիությունում խորացող տնտեսական խնդիրները, որոնք ըստ հայտարարության պայմանավորված են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների, Ուկրաինայի դեմ պատերազմի հետևանքով, եւ այդ պատճառով Բրյուսելին հնարավորություն չեն տա փոխհատուցել Երևանի համար առաջացող միլիոնավոր դոլարների կորուստները։ Ըստ նույն աղբյուրի, եվրոպական մի շարք երկրներ արդեն ազդակներ են փոխանցել Եվրամիության ղեկավարությանը, որ պատրաստ չեն իրենց շուկաները բացել հայկական ապրանքների համար, ի վնաս սեփական արտադրողների։ Հաղորդակցության վերջում Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել է, որ Բրյուսելը չպետք է ակնկալի, որ ԵԱՏՄ անդամ երկրները շարունակելու են աջակցել Երևանի իշխանություններին եւ ֆինանսավորել Հայաստանի շրջադարձը դեպի Եվրամիություն։ Նյու Յորք մետրոպոլիտեն շրջանի արձագանք հեռուստաընկերությունը նոր վեբսայթ ունի։ Հաճախելով արձագանք.tv.com կայքը կարող եք տեսնել մեր հաղորդումները աշխարհի տարբեր անկյուններից, լինի դա բջջային հեռախոսով թե համակարգիչով։ Կարող եք դիտել մեր հաղորդումները, ստանալ տարբեր տեղեկություններ եւ նորություններ։ Միևնույն ժամանակ կարող եք տեղադրել ձեր գովազդը կամ քլիպի տեսքով կամ ուղղակի բիզնես քարտը։ Քանզի ամեն շաբաթ հաղորդումները ուղարկվում են հազարավոր մարդկանց։ Արձագանքի հաղորդումները կարելի է փնտրել նաև YouTube-ով, Facebook-ով, Instagram-ով։ Արձագանքը աշխատում է ձեզ համար։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ՀԱՊԿ-ի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությանը հնարավոր չէր, քանի որ Հայաստանը ինքը չէր ճանաչել այդ տարածքը ոչ որպես իրենը, ոչ էլ որպես անկախ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա ընդգծել է, որ նման պայմաններում ՀԱՊԿ-ի մեխանիզմը կիրառել հնարավոր չէր։ Իդեպ, Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ակնկալել ՀԱՊԿ-ի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Բոլորովին այլ խնդիր է գործարկել այդ կազմակերպության մեխանիզմները 2022 թվականի սեպտեմբեր ամսին, երբ Ադրբեջանը հարձակվել էր բուն Հայաստանի տարածքի վրա, որտեղից մինչ օրս դուրս չի բերել իր զորքերը, հավելել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 22-ին 44 կողմ եւ 7 դեմ ձայներով հավանություն է տվել Ադրբեջանում պահվող բոլոր հայ պատանդներին անհապաղ եւ առանց նախապայմանների ազատ արձակելու կոչին, որը ներկայացրել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ Կալիֆոռնիայից դեմոկրատ կոնգրեսական Բրեդ Շերմանը։ Նախաձեռնությանը աջակցել է նաև հանձնաժողովի նախագահ Ֆլորիդայից հանրապետական Բրայան Մաստը։ Կոնգրեսական Շերմանը հավելել է, որ կշարունակի պայքարել Ադրբեջանի կողմից անարդարացիորեն եւ անօրինական կերպով պահվող, խոշտանգված եւ բռնության ենթարկված հայերին ազատ արձակելու համար։
Հարգելի բարեկամներ, սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ Նյու Յորքի Քուինս շրջանի մեր հաղորդումները ցուցադրվում են ամեն կիրակի ժամը 3-ին եւ ամեն երկուշաբթի երեկոյան ժամը 9-ին ալիք 34-ի վրա։ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը խորը հիասթափություն է արտահայտել հայոց ցեղասպանության ճանաչման առաջարկված բանաձևը Իսրայելի խորհրդարանի քվեարկությունից հանելու կապակցությամբ։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ խիստ մտահոգիչ է այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղից ավելի քան 120,000 բնիկ քրիստոնյա հայերի բռնի տեղահանման համար պատասխանատու Ալիևի վարչակարգը կարող է հետաձգել կամ որոշել, թե ինչը կարող է ներկայացվել Քնեսետի քննարկմանը։ Քնեսետի օրենսդրական օրակարգը եւ քննարկումները հարցեր են, որ պետք է մնան Իսրայելի ինքնիշխան պատասխանատվության ներքո։ Հայոց ցեղասպանությունը անփոփոխ պատմական փաստ է, որի մասին ճշմարտությունը կախված չէ քաղաքական հանգամանքներից եւ մնում է ամուր հաստատված պատմական փաստաթղթերի շնորհիվ։ Ուստի մենք կրկին դիմում ենք Իսրայելի պետությանը, կոչ անելով պաշտոնապես ճանաչել հայոց ցեղասպանությունը, դրանով իսկ միանալով 32 այլ երկրների, որոնք պաշտոնապես ճանաչել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։ Մենք ողջունում ենք Իսրայելի բարոյական տեսանկյունից արդարացի ճանաչումը որպես պատմական փաստի ևս մեկ հաստատում, ասվում է հայտարարության մեջ։ Պատրիարքությունը նաև Թուրքիային կոչ է արել ճանաչել հայոց ցեղասպանությունը եւ դադարեցնել պատմական փաստերի շղթումը։ Արձագանք հեռուստաընկերությունը կազմակերպում է ճանապարհորդություն դեպի Հայաստան։ Ինչպես վկայում են նախկինում մեզ հետ ճամփորդածները, դուք կհանգստանաք թանկարժեք ու հարմարավետ հյուրանոցներում։ Ամեն օր կճաշակեք բազմատեսակ ուտեստներ առաջնակարգ ռեստորաններում, կվայելեք հայկական երաժշտությունը ու պարը։ Մեր շրջապտույտի շրջանակներում դուք կայցելեք Հայաստանի տեսարժան վայրերը, կհաճախեք թատրոններ եւ համերգասրահներ։ Մեզ հետ բոլոր պայմանները ստեղծված են ավելի գողտրիկ խմբով եւ ավելի ջերմ միջավայրում լավագույն հանգիստը անցկացնելու համար։ Զանգահարեք արձագանք հայկական հեռուստաընկերություն եւ վստահ եղեք, որ մենք ձեզ համար նախապատրաստել ենք Հայաստան մեկնելու լավագույն ճամփորդության ամենահարմարավետ պայմանները։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը հրապարակել է Ամերիկայի ներգաղթային վիզայի համար դիմելու անհրաժեշտ քայլերը եւ ընթացակարգի հիմնական փուլերը։ Քայլ 1. Դիմում ներկայացրեք Միացյալ Նահանգների քաղաքացիության եւ ներգաղթի ծառայություն USCIS։ Հաստատվելուց հետո ձեր գործը անցնում է հաջորդ փուլ uscis.gov։ Քայլ 2. Շարունակեք գործը վիզաների ազգային կենտրոնում NVC։ Ներկայացրեք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը եւ կատարեք վճարումները։ Ձեր գործը պետք է փաստաթղթային առումով ամբողջական լինի նախքան հարցազրույցի նշանակումը։ Քայլ 3. Հարցազրույց Միացյալ Նահանգների դեսպանատնում կամ հյուպատոսարանում։ Նկատի ունեցեք, որ USCIS-ի կողմից ձեր դիմումի հաստատումը վիզայի տրամադրում չի երաշխավորում։ Վիզայի համար որակավորված լինելը որոշվում է հյուպատոսի կողմից հարցազրույցի ընթացքում, տեղեկացնում է Միացյալ Նահանգների դեսպանությունը։ Discover the magic of M-Video Photo. Looking for high-quality video and photo services for your event? At M-Video Photo, we combine exceptional quality with reasonable prices for a seamless experience. That's why you should choose us. Our talented team delivers seamless storytelling, creating personalized packages for your special moments. With over 5,000 happy clients and a perfect 5-star rating, we've been in business since 1996, creating unforgettable memories. We offer unbeatable prices with packages starting at just $495. From video and photo to drone, photo booth, live streaming, and displays, we've got all your event needs covered. Whether it's a wedding, christening, birthday, bar and bat mitzvah, and more. Serving New Jersey, New York, Connecticut, Westchester, Pennsylvania, we offer flexible pricing with no travel or rescheduling fees. Choose from a variety of products to fit your budget. Mix and match to create your perfect package. Contact us today and use the code FAMILY to save big and make your event unforgettable.
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը նոր հարձակում իրականացնի Հորմուզի նեղուցում գտնվող որևէ նավի նկատմամբ, ապա Միացյալ Նահանգները կխոցի Իրանի մեկ կամուրջ կամ էլեկտրակայան, այդ թվում Թեհրանում կամ նրա մերձակայքում գտնվողները։ Թրամփի խոսքով Միացյալ Նահանգների պատասխան հարվածները կհետևեն անկախ այն հանգամանքից, թե ինչ տեսակի զենքով կթիրախավորվեն Հորմուզի նեղուցով անցնող նավերը, հրթիռներով, անօդաչու թռչող սարքերով կամ որևէ այլ զենքով, գրում է Deutsche Welle։ Արձագանք հեռուստաընկերությունը շնորհակալություն է հայտնում տիկին Նայիդ Սոֆյանին իր առատաձեռն նվիրատվության համար, մենք մաղթում ենք նրան առողջություն և գործերին հաջողություն։ Հիշեցնենք, որ Արձագանք հայկական հեռուստաընկերությունը ոչ շահութաբեր կազմակերպություն է, որը չի ֆինանսավորվում որևիցե մասնավոր կամ պետական կազմակերպության կողմից։ Ձեր նվիրատվությունը մեր անկախության հիմքն է։ Նվիրատվությունների համար կարող եք օգտվել այս հղումից կամ գտնել մանրամասն տեղեկատվություն նկարագրության մեջ։ Արձագանք հեռուստաընկերությունը ձեզ է ներկայացնում իր բազմապիսի ծառայությունները, պատրաստել վիդեոկլիպներ արվեստագետների, երգիչ-երաժիշտների, մասնավոր բիզնեսների համար, որով կարող եք գովազդել ձեր գործունեությունը տարբեր տեղերում։ Արձագանքին կից գործողային վիդեո-ֆոտոստուդիոն նկարահանում է Հարսանյաց ծննդյան մկրտության և այն անձնական տոնակատարություններ։ Վիդեո և ֆոտո, պատրաստում է գեղեցիկ ալբոմներ, շնորհակալական քարտեր։ Արձագանքը սիրով կարող է շնորհավորել ձեր կյանքի հիշարժան իրադարձությունը իր հեռուստաէկրանից, հաճելի պահեր պատճառելով ձեզ և ձեր հարազատներին, այնպես որ հիշեք արձագանքը իր բազմապիսի առաջարկներով սպասում է ձեզ, իսկ այցելելով www.ainvideophoto.com կարող եք ծանոթանալ մեր վերջին աշխատանքներին սինեմատոգրաֆի ոճում։ Այսքանով ամփոփում ենք մեր հաղորդումը, ամբողջական հաղորդումը կարող դիտել www.arzaganktv.com կայքում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։